Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, սիրով ձեր Մեդիա Hub։ Պարոն Չալաբյան, 2025 թվականը մոտենում է ավարտին, խնդրում եմ ձեր դիտարկումը ներկայացնել, թե քաղաքական առումով ինչպիսի տարի է 2025-ը։ Բարև ձեզ, երկար, հագեցած, ինչ-որ իմաստով դրամատիկ տարի էր, իմ կարծիքով մեր երկիրը շարունակում է մնալ ճգնաժամի մեջ և մենք տեսնում ենք այդ ճգնաժամի բազմաթիվ արտահայտությունները։ Տարածորեն սրանից մի քանի օր առաջ մենք տեսանք դրա ինչ-որ իմաստով վատթարագույն գռեհիկ արտահայտությունը, երբ որ հրոսակները փորձեցին գրոհել Մայր տաճարը, Փառք Աստծո գիտակից քաղաքացիները կարողացան ձախողեն այդ ամեն ինչը, բայց նույնիսկ այն, որ մեր երկրում պառակտման ինչ-որ մի հատ տենց այդպիսի նոր ոնց որ բան է, դաշտ է բացվել, ինքնին շատ բացական է։ Մեր երկիրը այդ ամբողջ ընթացքում շարունակում է մնալ ըստ էության արտաքին ագրեսիայի վտանգի տակ, դրա զգացողությունը գուցե վերջի շրջանում մի քիչ թուլացել է, քանի որ վերջի մեկ տարվա ընթացքում անմիջական մարտական գործողություններ տեղի չեն ունեցել։ Բայց իրականությունն այն է, որ թշնամին շարունակում է մնալ մեր տարածքում, Արցախը բնականաբար բռնազավթված է և փորձում է նույնիսկ ինչ-որ իմաստով հանվել մեր հիշողությունից, Արցախի համար պայքարած բազմաթիվ գործիչներ գտնվում են Բաքվի բանդերում և նրանց սպառնումա ցմահ ազատազրկում, Հայաստանի տարածքի նկատմամբ նորանոր նկրտումներ են հայտարարվում և այլն, այդ իմաստով ցավոք տարին ամփոփելուց չես կարող ասել, որ այս տարին եղել է բոլոր իմաստներով հաջողակ տարի։ Ես ձեզ ասեմ, որ իդեպ ուրիշ խնդիրներ կան, որ մենք տեսել ենք օրինակ այս տարվա ընթացքում, այս տարվա ընթացքում Հայաստանում էապես նվազել է ծնելիությունը։ Եթե նախկին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում տարեկան մոտավորապես 36,000 երեխա էր ծնվում, այս տարի նախնական կանխատեսումներով կծնվի մոտ 32,000 երեխա, անցած տարի իդեպ արդեն 33,600 ծնվել, այս տարի կնվազի մինչև 32,000-ը, որը ինչ-որ իմաստով ևս վատ ինդիկատոր է և արտահայտությունն է նրա, որ մարդիկ ապագայի հետ կապված էական անորոշություններ են տեսնում և մինչև վերջ վստահ չեն ապագայի մեջ։ Այս տարի թեև Հայաստանում տնտեսական աճը շարունակվել է և դա թերևս այն հազվագյուտ դրական գործոնն է, որի մասին պետք է խոսել, մյուս կողմից պետք է ասել, որ տնտեսական աճի արդյունքները բարձրացակ անհամաչափ են բաշխվում բնակչության տարբեր շերտերի մեջ։ Եթե նախկինում մենք խոսում ենք նրա մասին, որ հանրային արդյունքը պետք է ավելի արդար, ավելի հավասարաչափ բաշխվի, աղքատությունը հաղթահարվի, մեղմ ասած հարուստները կիսվեն իրենց հարստությամբ առավել ունազուրկ խավերի հետ, մենք տեսնում ենք, որ ընդհակառակը հիմա սկսել է ճեղքվածքը նորից աճել Հայաստանում, որը ևս ցավալի է, որովհետև գնաճը բերում է նրան, պատկերացրեք, եթե մենք ունենք գնաճ և այդ ընթացքում օրինակ թոշակները նույնն են մնում, դա նշանակում է, որ միջին վիճակագրական թոշակառուի իրական գնողունակությունը և իրական բարեկեցությունը շարունակում է անկում ապրել և դա էլ է պետք է արձանագրել։ Այդ իմաստով ամփոփելով տարին պետք է ասել, որ երևի անցած բոլոր տարիների մեջ գուցե սա համեմատաբար պակաս ցնցումներով տարի էր, և մասնապես մենք այս տարվա ընթացքում արտաքին, այսպես ասած, մեր պերիմետրի մեջ չենք ունեցել ռազմական գործողություններ, անմիջական ագրեսիա և այլն, բայց ինչ-որ իմաստով այդ անկայունությունը տեղափոխվել է մեր երկրի ներս և մեզ ներսից է հիմա ինչ-որ իմաստով բանանում, քայքայում, որը բնականաբար նաև զգալի չափով այդ արտաքին անկայունության արտահայտությունն է, որովհետև այն օրակարգը, որը իրականացվում է հիմա Հայաստանի ներսում գործող վարչախմբի կողմից, դա ըստ էության արտաքին պարտադրանքի արդյունք է, պարտադրանքի եթե պայմանավորվածության դժվար ասել, թե երկուսն են միասին վերցած, և դա շարունակում է ներսից լարվածության անիմաստ և արհեստական լարվածության մեջ պահել մեր հասարակությունը։ Պարոն Չալաբյան, այն, որ իշխանությունը հատկապես այս տարի բոլոր կարմիր գծերը փորձեց անխտիր հատել, դուք եկեղեցու մասին խոսեցիք, իր հետ ամեն ինչ այսինքն պարզ է, Նիկոլ Փաշինյանի բռնած քաղաքական գիծը բոլորին պարզ է, ու ընդդիմությունը առնվազն 2020 թվականից խոսում է այդ գծի մասին ու դրա վտանգների մասին։ Իշխանության հետ ամեն ինչ պարզ է։ Ընդդիմության դեպքում ըստ ձեզ ինչու են թերանում, որն է սխալը, որ ի վերջո իշխանափոխության հասնել չի հաջողվում, ընդդիմության սխալը որն է այս տարի եղել։ Բարև ձեզ, ես կարծում եմ, որ ընդդիմության սխալը ոչ միայն ընդդիմության, այլ նաև բոլոր իշխանության կողմից, որովհետև գնաճը բերում է նրան, պատկերացրեք, եթե մենք ունենք գնաճ և այդ գնաճը
Ես իդեպ ցավով պետք է արձանագրեմ, որ այնպես չի, որ իշխանության հետ ամեն ինչ պարզ է։ Մեր այս ամեն ինչի պայմաններում եւ իշխանության հարածներից, ասենք 10 հարածից մեկն էլ հերիք կլիներ, որ նորմալ, ասենք իրավագիտակից քիրթ հասարակությունը, կրթված հասարակությունը բացարձակ երես դարձներ այսպիսի իշխանությունից, հա։ Բայց մեր քաղաքացիների մոտավորապես 1/4-ը, 1/4 կամ 1/5-ը նայած, որ սոցիոլոգիական հարցմանը հավատանք, շարունակում է վստահել այս իշխանություններին, որը անձամբ իմ համար շատ ծանր դիլեմա է։ Եվ իդեպ ես ասեմ, որ մարդկանց հետ երբ որ խոսում ես, ասում են, դե Նիկոլը մեր մոտ ասֆալտ արեց, դե մեր գյուղի դպրոցը վերանորոգեց։ Ու այդ հիմնական արգումենտն է, ասֆալտ դպրոց, կարելի է մտածել, որ այն ամբողջ մեր ասած ստորացումը, այն ամբողջ բարեազրկումը, այն ամբողջ ինքնության ձևախեղումը, որը այս ընթացքում իրականացել է Փաշինյանը, չեմ ասում, բոլոր զոհերի մեղքը, որը ըստ էության ինքնաշարունակում իր վրա կրել եւ ըստ էության ընդունել է։ Այս ամեն ինչը կարծես բան է, այդքան կարևոր չի, ոնց որ ինչ-որ մարդկանց համար ասֆալտ է։ Այդ ցավը պատճառում, որ մարդկանց ինչ-որ մի հատված չեմ ուզում բոլորին բնականաբար վերագրեմ, արդեն ասացի, որ դա մեր հասարակության տես 1/5-ից 1/4-ն է, բայց այդ մարդիկ շարունակում են իրականությանը նայել տարօրինակ վարդագույն ակնոցներով, չհասկանալով, որ այդ իրանց այսպես ասած թողտվությունը գործող իշխանության նկատմամբ շարունակում է հնարավորություն տալ այդ իշխանությանը անել են ինչ-որ ինքը անում է, օրինակ ենթադրենք ձերբակալել, ազատազրկել եւ ապօրինաբար անազատության մեջ պահել 4 սրբազանների, որը երբեք նախկինում այդպեսի բան չէր եղել։ Մեր բոլշևիկների ժամանակ է եղել։ Անկախ Հայաստանի պատմության մեջ սա աննախադեպ բան է, որպեսզի 4 բարձրաստիճան հոգեվորականներ գտնվեն անազատության մեջ։ Անազատության մեջ են գտնվում նաեւ բազմաթիվ աշխարհիկ մարդիկ, քաղաքացիներ, որոնք իրենց աջակցել են կամ որոնք այլ կերպով պայքարում են այս իշխանության դեմ։ Տարածորեն սրանից 2 օր առաջ ազատության դուրս եկավ Հայկ Վենտոն Կարուշովյանը, որը 2 ամիս գտնվել էր ազատազրկման մեջ եւ պատկերացեք 2 ամիս որևէ քննչական գործողություն իր հետ կապված չէր իրականացրել։ Մարդուն պարզապես անիմաստ, անհարկի ապօրինի ազատազրկել են, ընդ որում իր հետ նաեւ եղբորը եւ ընկերոջը, պարզապես իր հետ գտնվելու համար ոչ մեկի հետ կապված ոչ մի քննչական գործողություն չի իրականացվել, չկա հիմնավոր կասկած, մինչև ազատային արձակվել նաև հենց հիմնավոր դատարանը արձանագրել է հիմնավոր կասկածի բացակայությունը։ Չկա նույնիսկ հիմնավոր կասկած, չկան որևէ փաստեր, որոնք հիմնավորում են, թե ընդհանրապես այդ մարդկանց հետ կապված ինչի է քրեական հետապնդում սկսվել։ Ի սկզբանե, եթե նույնիսկ չկա հիմնավորում, թե ինչի է քրեական հետապնդում սկսվել, առավելևս չկա հիմնավորում, թե ինչի է իրենց նկատմամբ ընտրվել խափանման ամենակոշտ միջոցը, հասկանում եք։ Այս ամբողջը դարձել է մեր իրականությունը եւ նույնիսկ կրկնում ինձ ցավը պատճառում, որ մարդկանց մի մասը այս ամեն ինչի վրա մատների արանքով անայեմ, չգիտակցել որ այս ամեն ինչը վերջ իրանցել է հասնելու։ Յուրաքանչյուրին հասնել է, ոչ մեկին այս ամեն ինչը չի շրջանցելու։ Նախկին բոլշևիկյան պատմությունը ցույց է տվել, որ ամենավատթարագույն դահիճները իրանք հաջորդ սերունդի դահիճների կողմից ի վերջո ոչնչացվել են։ Չի կարելի այս ամեն ինչին թողտվությամբ վերաբերվել եւ պետք է շատ հետեւողականորեն պայքարել մեր իրավունքների համար։ Հիմա վերադառնամ նաեւ ձեր հարցի երկրորդ մասին։ Ինչն է սխալանում ընդդիմությունը։ Այստեղ ընդդիմությունը շատ առանձնական հասկացություն է ի վերջո, հա, եւ մենք պետք է հասկանանք, որ Հայաստանում կա մի քանի տեսակ ընդդիմություն։ Ի տարբերություն իշխանությանը, որ շատ մոնոլիտ է, կա մի քանի տեսակ ընդդիմություն։ Կա այն ընդդիմությունը, որը ըստ էության նախորդ իշխանությունների ոնց որ շարունակությունն է, հա, ներկայացման նախորդ իշխանություններին զգալի չափով, գուցե ոչ անձերի մակարդակով, բայց ըստ էության քաղաքական գծի մակարդակով եւ առաջնորդների մակարդակով, եւ նա հիմա նաեւ գտնվում է ազգային ժողովում։ Իրենց նկատմամբ ակնհայտորեն հանրային վստահությունը այս ընթացքում իհապես նվազել է։ Բնականաբար մեր մոտ էլ այլապես մենք ինքնինս չենք մտնի քաղաքականության մեջ, կասենք ես անդիմություն կա, թող ինքը պայքարի այս իշխանության հետ։ Բայց մենք տեսնում ենք, որ ինքը արդյունավետ միջոցներով չի պայքարում, մեկ եւ երկրորդը իր նկատմամբ վստահությունը շատ ցածր է նաեւ անցյալում իրենց մեղքերի պատճառով եւ հասարակության զգալի մասը եւ ես կարծում եմ արդարացիորեն համարում է, որ եթե սխալները չարվեին, այսպես իշխանություն Հայաստանում երբևիցե չէր առաջանում։ Երբևիցե չէր առաջանում։ Ես միշտ մտածում եմ հենց այդ նույն ասֆալտի հետ կապված։ Ինչի՞ այդ նույն ասֆալտը ժամանակին չէր արվել, ինչի՞ են գյուղերը առանց ասֆալտի մնացել։ Հա, ասել որ այն ժամանակ միջոցներ չկային, գուցե չկային այնքան ինչքան հիմա, ի վերջո 7 տարվա ընթացքում ընդհանուր այսպես ասած միջոցների բանը ծավալը աճել է։ Բայց մյուս կողմից ակնհայտ է բոլորի համար, որ այդ միջոցները եւ արդյունավետ չեն ծախսվում։
այդ միջոցները գնում էին կոնկրետ անձերի հարստացմանը, ոչ թե օգտագործվում էին հանրային բարիքի համար, հանրային ընդհանուր բարեկեցությունը բարձրացնելու համար։ Եվ այդ պատճառով զարմանալի չի, որ հասարակության զգալի մասը նախորդ իշխանություններին պարզապես չի ուզում դա ների եւ չի ուզում դա մոռանա։ Հիմա անդիմության այն մասը, որը այսօր ներկայացված չի ազգային ժողովում, այսպես անվանենք արտախորհրդանական անդիմություն, իր մի մասը իրական անդիմությունն է, այսինքն իրապես գտնվում է ազգային դիրքերում, պայքարում ազգային պետության համար, չի համակերպվում մեր պետության ապազգայնացման եւ թուրքացման հետ, որը տեղի ունենում մեր աչքերի առաջ, եւ հետեւողականորեն պայքարում է այս իշխանության դեմ։ Բայց այստեղ ինքն ունի խնդիր, ինքը նոր է, համատաբար անփորձ է եւ իր ռեսուրսներն են սահմանափակստության դաշտում երևի միայն մի կազմակերպություն կա, որ կարելի ասել, որ բավարար ֆինանսական ռեսուրսներ ունի, խոսքը գնում է մեր ձևի մասին, բայց նույնիսկ նա բավարար քաղաքական փորձառություն չունի։ Այսինքն այստեղ դեր է խաղում իսկապես եւ քաղաքական փորձառության պակասը, եւ ֆինանսական ռեսուրսների պակասը, եւ ներքին կազմակերպվածության պակասը, այդ բոլորը օբյեկտիվ գործոններ են, որոնք խանգարում են, որպեսզի ընդդիմությունը ավելի վստահ, այսպես ասած, գործողություններ իրականացնի, ավելի վստահ այդ ներկայացնի հասարակություն, թեև նորից վերադառնալով Էջմիածնում տեղի ունեցած իրադարձությունները, դուք տեսեք, որ ընդդիմությունը կարողացավ շատ արագ կազմակերպվել եւ բավական լուրջ հակահարված տալ այդ հերոսակներին, Ընդդիմության թևեր կան, որոնք կեղծ ընդդիմություն են, այսինքն իրանք հանդես են գալիս արտաքուստ ընդդիմադիր օրակարգով, չեմ ուզում կոնկրետ մարդկանց անուններ նշել, որովհետեւ մեկին վիրավորել, բայց արտաքուստ ընդդիմադիր օրակարգով են հանդես գալիս, բայց իրականում կամ նախկինում կամ նաև ներկայում շարունակում են գործող իշխանության արբանյակները եւ իրականում սպասարկում են գործող իշխանության օրակարգը։ Բայց փորձում են, ասենք, ընդդիմադիր դաշտում որոշակի տես ներկայություն ստեղծել, աղմուկ ստեղծել, իրեն շուրջ հետաքրքրություն ստեղծել, փաստացի լինելով պարզապես արբանյակներ եւ ուղղակի նպատակ ունենալով առաջիկա ընտրություններում ձայներ փոշիացնել, հստակ հասկանալով, որ փոշիացնող ձայների զգալի մասը կգնա գործող իշխանությանը, ինչպես դա ի դեպ տեղի ունեցել 21 թվականին, երբ որ գործող իշխանությունը ստացել էր 53.9% ձայն, բայց ստացավ 66%-ից ավել տեղ ազգային ժողովում, այդ այսպես կոչված փոշիացման պատճառով։ Մենք այդ իմաստով հայտարարել ենք դեռևս հոկտեմբեր ամսին, որ որևէ կերպով ինքներս թույլ չենք տալու ընտրողների ձայների փոշիացում, անպայման ընտրություններին մասնակցելու ենք լայն համախմբման, լայն դաշինքի միջոցով, որովհետեւ ընտրողը ի դեմս մեզ եւ մեր գործընկերների դաշինքային տեսնի կայացած մեծ կարող ուժ, որին կարելի է վստահել եւ վստահելով տալ երկրի կառավարման լծակները ապագայում։ Եւ դա է միակ երաշխիքը, որ դու կարող ես իրականում դրա միջոցով հասնես իշխանափոխության, որովհետեւ այդ ընտրություններին կան մասնակցել 30 մարդ կուսակցություններ, ակնհայտ է, որ այդ ընտրություններում կհաղթի գործող իշխանությունը, իսկ եթե չհավաքի ձայների մեծամասնություն, պարզապես այդ 30 կուսակցությունների ձայների փոշիացում։ Այդ իմաստով մենք ուղիղ հակառակ տեսակետ ունենք, որ ոչ մի կերպ դա չի կարելի թույլ տալ, մեր ընտրողներին էլ ապագա խորհուրդ ենք տալիս ոչ մի դեպքում չքվեարկել մարդ կուսակցությունների օգտին, այլ ընտրել դաշտում այն ինչ որ իրենց առավել հոգեարազատ է, բայց անպայման մեծ կարող իրանց կարողությունները արդեն դրսևորած ուժեր։ Եվ ես կարծում եմ, եթե մենք դա կարողանանք անենք, ձեր հարցի պատասխանը հենց այդտեղ կլինի, հենց այդ միջոցով մենք կարողանանք իշխանափոխություն իրականացնել։ Այսինքն միասնականությունը այստեղ ավելի կարևոր է, հա, նաև ընդդիմության միասնականությունը, դուք ասացիք դաշինք, որտեղ համախմբված կլինեն տարբեր ուժեր, որոնք կարող կլինեն։ Տարբեր, բայց գաղափարապես մոտ։ Ես ուզում եմ դա արձանագրել եմ փաստը, որ երբ որ մենք նայում ենք ընդդիմադիր դաշտին, այո, այնտեղ իսկապես կան գաղափարապես իրար մոտ գտնվող ուժեր, որոնք հանդես են գալիս հայակենտրոն դիրքերից, որոնք արտաքին որևէ տերության շահը Հայաստանում չեն ներկայացնում եւ չեն հետապնդում այդ շահը, ինչ որ իմաստով կարող են արդյունավետ աշխատել եւ Ռուսաստանի Դաշնության, եւ Եվրոպական միության, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների, եւ Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի հետ առաջին հերթին հետամուտ լինելով հայկական շահին եւ բացի դրանից ավելի երիտասարդ են, ինչ որ իմաստով իրենց վրա չեն կրում նախկին բոլոր այդ սխալների բեռը, ավելի արդիական մտածելակերպ եւ գործելակերպ ունեն, իրենց կազմակերպչական մոդելներն են ավելի ճկուն եւ այլն։ Ես կարծում եմ, որ հայակվեն այդ ուժերից մեկն է, ուստի հենց այդ պատճառով մենք առաջիկա տարում կներկայացնենք նաեւ մեր մասնակցության հայտը իշխանություն եւ պատասխանատվություն ստանձնելու, բայց նորից հաշվի առնելով, որ մենք էլ որպես այդպեսին երիտասարդ ուժ ենք եւ երկարատև փորձառություն եւ քաղաքական կենսագրություն դեռևս չունենք, համարում ենք, որ շատ նորմալ է, որ մենք կարողանանք գտնել դաշնակիցներ եւ այդ իշխանության հայտը ներկայացնենք տարբեր դաշնակիցների հետ համատեղ։ Ում հետ եք բացառում
Գործակցությունը։ Գիտեք, եկեք այս պահին ես անուններ չտամ, բայց իմ համար ակնհայտ է, որ գործող իշխանությունը իր արբանյակների հետ բացառված է, գործող խորհրդանական ընդդիմությունը եւս բացառված է շատ պարզ պատճառով, որովհետեւ ի տարբերություն մեզ իրանք ընդհակառակը հին ուժեր են, իսկ այսպես ասած նոր գինին հին տիկերում չես կարա պահես։ Տիկը կարա պահի կամ գինին կարա փչանա։ Դա համար նոր գինին պետք է լինի նոր տիկերում։ Պարոն Շալավյան, եթե 2026 թվականի ընտրություններում այնուամենայնիվ հաղթի Նիկոլ Փաշինյանը, որպես խորհրդարանական ընդդիմություն ձեզ կտեսնենք, եթե դուք էլ ունենաք այնքան ձայներ, որ հնարավորություն ունենաք հայտնվելու խորհրդարանում, թե չեք գնա խորհրդարան հասկանալով, որ այնուամենայնիվ ընդդիմությունն իր օրակարգը չի կարողանում ՔՊ-ի իշխանության օրոք իրացնել։ Տեսեք, ես այդ մոտեցմանը, ասենք մանդատ չվերցնելու, խորհրդարան չգնալու կողմնակից չեմ, բացատրեմ ձեզ ինչի։ Նախ հաղթելը հարաբերական հասկացություն է, պետք է հիշել, որ ազգային ժողովում մեր սահմանադրության համաձայն լիազորությունների մի որոշակի շրջանակ իրացվում է, եթե տվյալ քաղաքական ուժը ունի 50 եւ ավել տոկոս, իսկ լիազորությունների մեկ այլ շրջանակ իրացվել է, եթե ունի 60 եւ ավելի տոկոս։ Օրինակ, սահմանադրական օրենքները փոխվում են 60% եւ ավել ձայների առկայությամբ։ Հարցը հանրակրվեի սահմանադրական կարելի է դնել 60 եւ ավելի տոկոսի դեպքում։ Մի շարք շատ կարևոր նշանակումներ ունեն գլխավոր դատախազի, Վարչական դատախազական խորհրդի անդամների, Սահմանադրական դատարանի անդամների, Վճռաբեկ դատարանի անդամների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների վրա իրականացում են 60 եւ ավել տոկոսով։ Ուստի այստեղ պետք է հասկանալ, ցավոք հիմա քաղաքացիական պայմանագիր ունի 60 եւ ավել տոկոս, բայց այստեղ պետք է հասկանալ, որ հաղթանակի նաեւ տարբեր միջոցներ կան։ Ես համոզված եմ, որ մենք գնում ենք այս ընտրությունները հաղթելու համար, բացարձակ հաղթելու եւ քաղաքացիական պայմանագրին մեղմ ասած իր տեղը ցույց տալու եւ իշխանազրկելու, բայց մյուս կողմից քանի որ ի վերջո այդ ամեն ինչը ընտրողն է որոշում, հա, եւ ընտրողը կարող է տարբեր որոշումներ ընդունել, չեն կարող որևէ բան բացառել։ Ես մյուս կողմից համոզված եմ, որ անկախ նրանից թե ինչպիսի արդյունք կլինի, ընտրողը եթե մեզ տվել է ձայն եւ վստահություն, մենք պետք է գնանք այդ վստահությունը արդարացնենք։ Նաեւ ես հիշեցնեմ, որ քաղաքացիական պայմանագիրը 2017 թվականի ընտրություններին իր երկու դաշնակիցների հետ միասին ստացել էր ընդամենը 8% ձայն։ Հիշում եք դա։ Էդմոն Մարուկյանի եւ Արամ Սարգսյանի Հանրապետության լուսավորաստ ընդամենը 8% ձայն էին ստացել, 8 տեղ էին ստացել ազգային ժողովում, գնացին ազգային ժողով եւ կարողացան օգտվելով իրադարձությունների բարենպաստ զարգացումից ըստ էության ընդամենը 8% ունենալով իշխանություն վերցնել երկրում։ Ուստի ոչ մի բան պետք չի բացառել։ Բնականաբար պետք է գնալ ազգային ժողով ցանկացած ընտրությունների արդյունքի դեպքում բնականաբար եւ պատրաստվել այսպես ասած հաջորդ մարտին, որովհետեւ հաջորդ մարտը ընդհանրակը կարող է լրիվ ուրիշ արդյունք ունենալ։ Բայց ես համոզված եմ, որ 26 թվականին եւս մենք ունենանք բարենպաստ արդյունք, ինչպես իրադարձությունների զարգացումը ակնհայտորեն գնում է այդ ուղղությամբ։ Պարոն Շալավյան, մենք ձեզ համար ունենք ամանորյա հարցեր, եթե պատրաստ եք, սկսենք։ Հաջող։ Անձնապես ձեզ համար ինչպիսին էր 2025-ը։ Գերհագեցած։ Երևի ամենահագեցած տարին էր բոլոր իմաստներով, երբ որ հսկայական քանակությամբ աշխատանք էր իրականացվել, շատ լավ արդյունքներ ունեն կազմակերպչական զարգացման տեսանկյունից, Հայաստան դարձել է անգծված եւ բավական տենց ազդեցիկ ուժ, այն որ դուք այսօր ինձ հյուրեք եկել ամենայն հավանականությամբ դրա արտահայտությունը, ուստի ինքը գերհագեցած էր այդ իմաստով։ Տարվա ամենադժվար որոշումը։ Տարվա ամենադժվար որոշումը։ Դժվար է սպայն ասել։ Բազմաթիվ դժվար որոշումների մեջով ենք անցել, բազմաթիվ։ Եվ ամեն անգամ դու ըստեյության պետք է համադրես իրավիճակները եւ հասկանաս, որ նա լավագույն լուծումը կամ որ նա չարյաց փոքրագույնը։ Մենք շատ հաճախ ստիպված ենք լինում ընտրել չարյաց փոքրագույնը։ Մի առանցին բան անկեղծ ես ասեմ, հիմա չեմ հիշի։ Բայց բազմաթիվ դժվար որոշումներ են եղել։ Ամենակարևոր ձեռքբերումը, որ ունեցաք 2025-ին։ Ես կարծում եմ, որ ամենակարևոր ձեռքբերումն է անում, որ տարին սկսելով որոշակի ռազմավարությամբ մենք հիմա տարին ավարտում ենք ականատեսներով նրան, որ մեր ռազմավարությունը առնվազն 80-90%-ով մենք կարողացել ենք իրականություն դարձնել։ Դա թերևս ամենակարևորն է մեր համար։ Մարդիկ առաջինը շատ հաճախ ընդհանրապես առանց ռազմավարության են գործում։ Երկրորդը նույնիսկ եթե ռազմավարությունը ֆորմալ տեսանկյունից գրում են, ընթացքում մոռանում են, ձախողում են, խառնում են եւ այլն։ Մենք հստակ շարժվել ենք մեր ռազմավարությամբ եւ եկել ենք այն հանգրվանին, որը մեր ուզածը չի գուցե, բայց մեր ուզածից շատ չի տարբերվում։ Ինչ շահացրի կանել նախորդ տարի, արդեն անցնող տարի։ Անկեղծ ասած, գիտեք, ամենակարևոր բանը, որը երևի չեմ հասցրել անել, դա ընտրողների հետ անմիջական շփումներ։
Հիմա շատ ավելի շատ ենք շփվում մարդկանց հետ, մեր քաղաքացիների հետ, եւ այդ շփումը շատ մեծ էներգիա է տալի։ Ես հիմա եթե տարին հետ պատտեսնեիք, ասեի ավելի շատ էր պետք դա անել։ Մարդկանց հետ անմիջականորեն շփվել։ Բայց նաեւ նույնիսկ ուզում եմ ասեմ ուրախությամբ, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում մանդատ էս աշուն է։ Շատ մեծ քանակությամբ շփում ա եղել մարդկանց հետ եւ ֆանտաստիկ օգտակար է դա, ֆանտաստիկ։ Նոր տարվա գիշերը որտեղ եք լինելու։ Ընտանիքիս հետ։ Ում եք առաջին շնորհավորելու։ Եթե բոլոր երեխաներս հավաքված լինեն, իսկ երեխաներս աշխարհի տարբեր ցեկերից, այսպես ասած, գալիս են Հայաստան, պետք է գան։ Երկուսի իմաստեղ են, եւս երկուսը պետք է գան։ Առաջինը կշնորհավորեմ կնոջս, երեխաներիս, ծնողներիս, եղբորս, իր ընտանիքին, անմիջական հարազատներիս։ Ձմեռ պապիկից մեկ բան կարող եք ուզել անձնապես ձեզ համար, ի՞նչն է լինելու դա։ Անձնապես իմ համար երբի ոչ մի բան չեմ ուզի, որովհետև անձնապես իմ համար չկա տես բան, որ ես մեր պապիկից ուզեմ։ Մեր երկրի համար ես կուզեմ, որ մեր երկիրը ոտքի կանգնի, թոթափի իր վրայից այն ծանր բեռը, որ այս ընթացքում համարյա ամեն մարդու ինչ որ իմաստով բան անում, ամեն մարդ կքել այդ բեռի տակ, թոթափի այդ բեռը པարզ ճակատով, շիտակ իր ուժերի վրա վստահ գնա առաջ։ Այդ կուզեի։ Ամենահիշվող նվերը, որ բերել է ձմեռ պապիկը։ Կյանքիս ընթացքում դժվար եմ ասել։ Չեմ հիշի, որովհետև ես հիշեք, որ ձմեռ պապիկին կյանքումս երևի վերջի անգամ որպես երեխա հանդիպել եմ մի 40 տարի առաջ, դրա համար հիմա դժվար ասել։ Խոզիբույթ թե դոլմա։ Գիտեք, ես այդ ուտելիքի վրա այդքան կենտրոնացած չեմ, ավելի լավ գինի լինի, լավ հայկական սպիտակ գինի, հետն էլ ինչ-որ մի հատ թեթև խորտիկներ, դա շատ ավելի լավ է, քան թե խոզիբույթը կամ դոլման։ Ես այդ որգրամոլությանը դեմ եմ, անկեղծ ես ասում։ Եվ ձեր ամանորյա ուղերձը Հայաստանին ու հայ ժողովրդին։ Վստահ եղեք ձեր ուժերի վրա, եղեք միասնական, համախումբ, թույլ մի տվեք, որ ատելությունը, նախանձը կրծի ձեր սրտերը, սիրեք ձեր կողքինին, ձեր մերձավորին, սիրեք նաև հեռավորին, եղեք մեծահոգի, եղեք մերողամիտ, եղեք նաև նախանձախնդիր, եղեք հավակնոտ, եղեք աշխատասեր, ձգտեք շատ ավելին։ Ձգտեք շատ ավելին, քան թե կարող եք նույնիսկ այսօր պատկերացնել։ Մենք մեր մեջ շատ ավելի մեծ ուժ ունենք, մենք պետք է այդ ուժը իրացնենք։ Դա է իմ ուղերձը։ Շնորհակալ եմ ձեզ շատ։ Ես եմ ձեզ շատ շնորհակալ։ Շնորհակալություն։ Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ, սիրով ձեր Մեդիա Hub։